Բարև ձեզ anti-fake YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօրվանից սկսում ենք Astromix հաղորդաշարը, սա նոր հաղորդաշար է, լինելու է 2 անգամ ամսվա ընթացքում և այդ հաղորդաշարի ընթացքում շատ հետաքրքիր թեմաներ ենք վերլուծելու, ես ներկայացնելու եմ ընթացիկ աստղաբանությունը, տվյալ ամսվա ընթացիկ աստղաբանությունը, կենդանակերպի նշանների կանխատեսումները, նաև կանդրադառնանք քաղաքական կանխատեսումներին, Հայաստանի ապագային և այլ երկրների ապագային և նաև քաղաքական գործիչների և երևելի ներկայացուցիչների աստղային քարտեզների վերլուծությանը և ինչ է իրենց սպասվում ապագայում առհասարակ։ Սիրելի բարեկամներ, եթե ցանկանում եք ավելի մանրամասն ծանոթանալ իմ կանխատեսումներին, ապա այս տեսանյութի նկարագրության մեջ առկա են իմ YouTube-յան ալիքների, նաև Facebook-յան էջի հղումները, անցեք այնտեղ և ծանոթացեք ավելի մանրամասն վերլուծությանը։ Իսկ այժմ ես կներկայացնեմ մարտ ամսվա աստղաբանությունը, առհասարակ մարտ ամսվա աստղաբանությունը բավականին բարդ է մեզ մոտ, ինչու, որովհետև մարտ ամսվա ընթացքում ականատեսը կլինենք մի շարք բացառիկ աստղաբանական երևույթների, ինչպիսին են մուրակների շքերթը, նաև խավարումների միջանցքը, որը կտևի մարտի 14-ից մինչև 29 ընկած ժամանակահատվածում, նաև մարտ ամսվա ընթացքում հետընթաց են լինելու անհատական մոլորակները, Մերկուրին, կապի և հեռահաղորդակցության մոլորակը, նաև տրամաբանության ուղեղի մոլորակը և Վեներան սիրո և գեղեցկության մոլորակը, նրանք երկուսն էլ շարժվելու են հետընթաց։ Եվ մարտի վերջին նաև Նեպտուն մոլորակը, այդ անորոշության մոլորակը, մշուշի միստիկայի մոլորակը, մարտի վերջին մուտք կգործի Խոյ աստղակեպ, այսինքն այդ երևույթը, երբ Նեպտունը իր շրջապտույտը կատարում է ամբողջ 12 կենդանակերպերով, տեղի ունենում 146 տարին մեկ անգամ, ևս բացառիկ երևույթ աստղաբանական, և իհարկե մարտի 20-ին Արեգակը կմտնի Խոյ աստղակերպ և կկայանա գիշերահավասարը գարնանային, որը տարվա ամենաառանցքային կետերից մեկն է և ըստ էության սկսվում է մարտի 20-ից նոր աստղաբանական տարին։ Ահա այսքանը ընդհանուր նկարագրության վերաբերյալ մարտ ամսվա, իսկ այժմ ավելի մանրամասնենք, նախ ներկայացնեմ անհատական մոլորակների, այսինքն Մերկուրի, խելքի, հեռահաղորդակցության, բանականության մոլորակ Մերկուրի, ընթացքը Մերկուրին մարտի 15-ից դառնում է հետընթաց, այսինքն նա տեսանելի իր ընթացքում հետ է գնալու երկնքի վրա և Մերկուրին իր հետընթաց շարժը շարունակելու է մինչև ապրիլի 7-ը, իսկ իր ստվերային գոտուց դուրս կգա միայն ապրիլի 26-ին։ Եվ իհարկե հետընթաց Մերկուրին հատկապես կազդի երկու կենդանակերպերի վրա, ինչու, որովհետև հետընթաց շարժի մեջ նա ընթանալու է Խոյ և Ձկներ կենդանակերպով, հատկապես հետընթաց Մերկուրին մեզ մոտ կազդի բնականաբար Խոյերի և Ձկների վրա և հատկապես այն ձկների վրա, ովքեր ծնվել են մարտի 15-ից մարտի 21-ն ու 14-ից 15-ից մինչև մարտի 21-ը և Խոյերի վրա, ովքեր ծնվել են մարտի 30-ից 21 ընկած ժամանակահատվածում։ Հետընթաց Մերկուրիի ժամանակահատվածում առհասարակ ցանկալի չէ սկսել ցանկացած նոր գործընթաց, ցանկացած
ասած նոր գործունեություն կամ ինչ որ հեռանկարային նախագիծ, որից հետագայում դուք սպասում եք եւ ակնկալում եք արագ արդյունք, որովհետեւ այս մոլորակի հետ ընթաց շարժը չի խոստանում արագ արդյունք, քանի որ նա ընդհանրապես կապված է հեռահաղորդակցության հետ եւ բոլոր տեսակի ակտիվ գործընթացների հետ, որոնք տեղի են ունենում, դա լինի բեռնափոխադրումներ, դա լինի անգամ արյան շրջանառությունը մարդու օրգանիզմում, այնպես որ նաեւ ցանկալի չէ բժշկական հետազոտություններ անցկացնել, ցանկալի չէ ինչ-որ շատ բարդ վիրահատություններ անցկացնել այս ժամանակահատվածում, հատկապես մարտի 15-ից ապրիլի 7 ընկած ժամանակահատվածում։ Նաև բացասաբար իհարկե ազդելու առևտրի վրա Մերկուրիի այս հետընթաց շարժը եւ բարդ թվային տեխնիկա ձեռք բերել նույնպես ցանկալի չէ, այսինքն տեսախցիկներ, սմարթֆոններ, համակարգիչներ եւ այլն, նույնպես անբարենպաստ է։ Հետընթաց Մերկուրի ժամանակահատվածում նաև ցանկալի չէ անծանոթ վայրեր ճամփորդել, որովհետև կլինեն ուշացումներ, այսինքն չվերթների ուշացումներ, ինչ որ անսարքություններ, հնարավոր ավտոմեքենաների հետ կապված խնդիրներ կառաջանան, կամ այլ խնդիրներ ճանապարհի ընթացքում։ Եվ նաև անբարենպաստ է բնակարան ձեռք բերելու համար այս ժամանակահատվածը հատկապես, որովհետև հնարավոր է իհարկե տվյալ բնակարանի գինը ձեզ շատ հաճելիորեն զարմացնի եւ ուրախացնի, բայց հետագայում ստորջրյա բազմաթիվ քարեր այնտեղ կհայտնվեն եւ խնդիրներ կունենա այդ բնակարանը, թե ենթադրենք փաստաթղթերի հետ եւ այլ տեսակի խնդրահարույց կողմեր կունենա տվյալ բնակարանը։ Ինչ վերաբերվում է Վեներա մոլորակին, ընդհանրապես բացառիկ է մարտը այն տեսանկյունից եւ ինչու, որովհետեւ եւ Վեներան եւ Մերկուրին շարժվում են հետընթացին երկու անհատական մոլորակներ։ Այն մոլորակները, որոնք նախորդում են երկիր մոլորակին, դրանք կոչվում են իհարկե անհատական մոլորակներ։ Վեներան սիրո եւ գեղեցկության մոլորակ է եւ նա հետընթաց է շարժվելու մարտի 2-ից մինչեւ ապրիլի 13-ը, իսկ իր ստվերային գոտուց դուրս կգա միայն մայիսի 15-ին։ Ընդհանրապես եւ Վեներան հետընթաց է լինում 2 տարին մեկ անգամ, դա բացառիկ երևույթ է, թե Մերկուրին հետընթաց է շարժվում տարին 3 անգամ, այսինքն ամեն տարի մեզ մոտ Մերկուրին լինում է հետընթաց, ապա Վեներան հետընթաց է լինում միայն 2 տարին մեկ անգամ Մարս մոլորակի նման։ Եվ իհարկե բացառիկ է, որ այս երկու ցիկլերը համընկել են։ Երբ Վեներան հետընթաց իհարկե ցանկալի չէ անձնական բնույթի հարցեր, որտեղ սիրո եւ գեղեցկության մոլորակ են, այն է նշանադրության, ամուսնության համար կարևոր որոշումներ կայացնելու համար անձնական կյանքի հետ կապված անբարենպաստ է հետընթաց Վեներան։ Հետընթաց Վեներայի ժամանակ առհասարակ շատ դժվար է կատարել ընտրություն, շատ դժվար է հստակ հասկանալ ինչ եք դուք ցանկանում, ինչ է ձեզ պետք։ Նամանավանդ, որ այդ եւ հետընթաց Վեներան եւ Մերկուրին ուղեկցվում են խավարումների միջանցքով, այսինքն մարտի 14-ից 29-ը ընկած այդ երկու շաբաթների ընթացքում նույնպես ցանկալի չէ կարևոր կենսական բախտորոշ որոշումներ կայացնել, այդ թվում նաեւ ամուսնանալ, այն թվում նաեւ նշանվել, եթե դուք այդպիսի որոշում կայացնեք, հետագայում շատ դժվար կլինի այդ որոշումը բեկանել, սիրելի բարեկամներ։ Այսինքն եթե ինչ-որ խնդիրներ առաջանան, դա հետագայում դժվար կլինի կամ անհնարին անգամ բաժանությունը։
Այնպես որ եթե ցանկանում եք ընդմիշտ ձեր կյանքը կապել, ապա ամուսնացեք, բայց իհարկե անբարենպաստ այսքան անբարենպաստ գործոնների արկայության պայմաններում շատ բարդ կլինի այդ ամուսնությունը։ Վեներան նաև փոքր երջանկության մոլորակ է, նա հովանավորում է նաև եկամուտը, փոքր եկամուտները եւ հատկապես այն անձանց եկամուտները, ովքեր զբաղված են գեղեցկության ոլորտում, ենթադրենք գեղեցկության սրահ ունեն կամ զգեստի խանութներ եւ այլն եւ այլն, եւ նրանց մոտ եւս առևտուրը զգալիորեն նվազելու է եւ առհասարակ այն ժամանակ եւ Վեներան հետ ընթաց է ցանկալի չէ նոր այդպիսի բիզնեսներ սկսել։ Առհասարակ այս մարտ ամսվա ընթացքում ես խորհուրդ չեմ տալիս նոր բիզնես սկսել, որովհետև եւ հետընթաց Մերկուրին եւ խավարումների միջանցքը զգալիորեն կբարդացնեն այդ բիզնեսի հաջողությունը ապագայում։ Եթե դուք արդեն իսկ սկսել եք բիզնեսը, կարող եք իհարկե շարունակել, եթե ցանկացած գործունեություն դուք արդեն իսկ սկսել եք, սա բարենպաստ ժամանակահատված է ավարտին հասցնելու այդ գործունեությունը, բայց նոր ցանկացած բիզնես անբարենպաստ է սկսել այս ժամանակահատվածում։ Անդրադառնանք նաև խավարումների միջանցքին, գիտեք, որ մարտի 14-ին բացվում է խավարումների գարնանային միջանցքը այս տարվա լուսնի ամբողջական խավարմամբ, որը Երևանի ժամանակով տեղի կունենա տեղի է ունեցել արդեն 10-58 րոպեն 23 աստիճան կույս աստղակերպում։ Բնականաբար այդ խավարումը հատկապես ազդելու է ձկներ, կենդանակերպի տակ ծնվածների եւ կույս կենդանակերպի ծնվածների վրա, նաև երկվորյակների ավելի սակավ ազդելու է երկվորյակների վրա եւ աղեղնավորների վրա։ Այս խավարումը ավելի շատ դիտվելու է եւ դիտվել է Ամերիկաներում, հարավային եւ հյուսիսային Ամերիկայում, նաեւ Աֆրիկայի արևմուտքում եւ Եվրոպայի արևմուտքում, նաեւ ավելի այսպես Գրենլանդիա եւ բարձր հարթությունների վրա։ Մեր տարածաշրջանում բնականաբար, քանի որ 10-58 րոպեին առավոտյան է տեղի ունեցել, բնականաբար չի երևացել այդ խավարումը, բայց այնուամենայնիվ այս խավարումների միջանցքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ երկու խավարումներն էլ երևալու են ԱՄՆ-ի տարածքում։ Այսինքն, երբ դիտարկում ենք խավարում երկնքում տվյալ երկրի երկնքում դա շատ մեծ ազդեցություն է ունենում եւ շատ ճակատագրական ազդեցություն է ունենում տվյալ երկրի հետագա ճակատագրի եւ զարգացման վրա, այնպես որ ԱՄՆ-ում պետք է սպասել շատ լրջագույն զարգացումների։ Հետաքրքրական է, որ մարտի 29-ի արևի մասնակի խավարումը տեսանելի է լինելու ոչ միայն հյուսիսային Ամերիկայի արևելյան հատվածներում, այլ նաև Գրենլանդիայում, հյուսիսային Եվրոպայում, Ռուսաստանի արևմուտքում, Բելարուսում եւ Աֆրիկայի արևմուտքում։ Բնականաբար Գրենլանդիան, որը այդքան ջերմորեն Տրամպը ցանկանում է մտցնել ԱՄՆ-ի կազմ, շատ հավանական է, որ դա տեղի ունենա, այսինքն այնուամենայնիվ հասնի հաջողության, բայց բնականաբար դրա հետևանքով տեղի կունենան շատ ճակատագրական եւ սարսափելի ծանր զարգացումներ, շատ բարդ հետևանքներ կունենա հենց ԱՄՆ-ի համար, որովհետեւ ասացինք, որ թե լուսնի խավարումը եւ թե արևի մասնակի խավարումը տեսանելի է լինելու ԱՄՆ-ում, որը այստեղ իհարկե շատ առանցքային նշանակություն ունի։ Երկրորդ խավարումը, ինչպես եւ ես նշեցի, դա արևի մասնակի խավարումն է, որը տեղի կունենա մարտի 29-ին, Երևանի ժամանակով 13-ի կողմեր, այսպես 14-ից, չեմ սխալվում,
14:47 րոպեին Երևանի ժամանակով, իհարկե շատ քիչ տեսանելի կլինի Հայաստանի տարածքից, այնպես որ 9 աստիճան խույ աստղակերպում այդ խավարումը տեղի կունենա, այսինքն լուսինը եւ արեգակը կմիավորվեն 9 աստիճան խույ աստղակերպում եւ բնականաբար այս խավարումը առավելապես կազդի հենց խույ կենդանակերպի տակ ծնված մարդկանց վրա, հատկապես մեծ ազդեցություն կունենա հենց մարտի այսպես 27-ից 31 ծնվածների վրա, որովհետև այդ ժամանակ նրանք նշելու են իրենց արեգակնային վերադարձը, այսինքն սոլարը, դա նշանակում է, որ ամբողջ տարվա ընթացքում, այսինքն կանխատեսումը, որը մենք կազմում ենք տարեկան, դա հենց այդ օրով եւ ժամով են կազմում, երբ արեգակը վերադառնում է ծննդյան այդ նույն կետը, դա կոչվում է սոլար, այդ սոլար հորոսկոպը ամբողջ տարվա վրա բնականաբար խավարում ունենալու է իր ազդեցությունը։ Խոյերը ընդհանրապես այս տարվա ընթացքում, նաև մարտին կանգնած են լինելու շատ լրջագույն փոփոխությունների շեմին, այնպես որ ցանկալի է գալ խորհրդատվության, որպեսզի հասկանանք հատկապես որ ոլորտներում են լինելու այդ փոփոխությունները եւ ինչպես խուսափել բարդություններից, որովհետեւ արևի խավարումը անբարենպաստ է ազդում առաջին հերթին տղամարդկանց վրա, այսինքն եթե կնոջ մոտ է այդ խավարումը դիտարկվում սոլար քարտեզում, դա չի նշանակում, որ կնոջ վրա չի ազդելու, իհարկե ազդելու է, բայց արդեն նրա տղամարդը կարող է ամուսնու կամ հոր կամ որդու միջոցով դա իր ազդեցությունը ունենա։ Իհարկե, որպեսզի հստակ պատասխանեմ ձեր հարցին, կոնկրետ ինչ փոփոխություններ են սպասվում, ոնց ինչ զարգացումներ են սպասվում մոտակա տարվա ընթացքում, իհարկե պետք է գաք արդեն խորհրդատվության եւ իմ բոլոր YouTube-յան ալիքներին, նաև Facebook-յան էջի հղումները այս տեսանյութի տակ նկարագրության մեջ են, այնտեղ կան նաև հեռախոսահամարներ, կարող եք զանգահարել եւ պայմանավորվել։ Եվ իհարկե այս արևի խավարումը այնքան էլ զորավոր չի լինելու, որտեղ մասնակի խավարում է լինելու, բայց այնուամենայնիվ դա 2007 թվականի Սաղրոսի կրկնությունն է, այսինքն այդ խավարումը, որ տեղի ունեցել 2007 թվականին, այդ խավարումների կրկնությունն է լինելու, եւ 2007 թվականը իհարկե շատ այսպես ճակատագրական էր, որովհետեւ նա նախորդեց 2008 թվականին եւ Հայաստանում գիտեք ինչ զարգացումներ տեղի ունեցան, եւ տեղի ունեցան այդ գլոբալ իմաստով այսպես Մյունխենյան այդ պայմանավորվածությունները, որի համաձայն ՆԱՏՕ-ն չի ընդարձակվելու դեպի արև ելք, բայց այնուամենայնիվ այդ բոլոր պայմանավորվածությունները գիտեք, որ խախտվեցին եւ այժմ նույնպես ընթանում են այդ բանակցությունները, սիրելի բարեկամներ, այսինքն ռուս-ամերիկյան այդ բանակցությունները լայն իմաստով ընթանում են ռուս-ուկրաինական ճակատում զինադադար հաստատելու ուղղությամբ, այնուամենայնիվ այս խավարումը, որը տեսանելի է լինելու, երկու խավարումներն էլ տեսանելի են լինելու ԱՄՆ-ի տարածքում, դա նշանակում է, որ բավականին բարդ զարգացումներ են սպասում եւ այնքան էլ հեշտ չի լինելու գալ համաձայնության այս հարցով։ Առհասարակ, երբ դիտարկվում են այնպիսի բացառիկ աստղաբանական երևույթներ, որը ես սկզբում հաղորդման թվարկեցի, իհարկե լինում են զանազան բնական աղետներ, տեղի են ունենում նաև մարդածին զանազան վթարներ, աղետներ եւ նաեւ սրացումներ ռազմաքաղաքական դաշտում այժմ արդեն մենք տեսնում ենք այդ սրացումների արկայությունը, գիտեք, որ
տեղի ունեցավ օրերս տեղի ունեցավ նաև այդ սարսափելի կոտորածը Սիրիայում Լաթակիայի շրջանում, որին զոհ գնացին 2000 մարդուց ավել, բացի դրանից բավականին լարվել է իրավիճակը ռուս-ուկրաինական ռազմաճակատում եւ իհարկե երկրաշարժեր տեղի ունեցան Հայաստանում, երկու մեծ երկրաշարժ տեղի ունեցավ Հայաստանի տարածքում։ Նու դա դեռ նոր է բացվում, այսպես ասած, նոր է բացվել խավարումների միջանցքը, մարտի 14-ի տվյալներն եմ ասում, իհարկե խավարումների ժամանակահատվածում ցանկալի չէ կայացնել կարևոր ճակատագրական որոշումներ, ճամփորդել անծանոթ վայրեր, կայացնել ճակատագրական որոշում, ստորագրել ցանկացած համաձայնություն, ցանկացած պայմանագիր, որը ստորագրված կլինի այդ ժամանակահատվածում, այսինքն մարտի 14-ից մինչև 29 ընկած այդ երկու շաբաթների ընթացքում իհարկե շատ հարցական կլինի այդ պայմանագրի իրական կայացում, այսինքն այդ պայմանագրի կետերի կատարումը մեծ հարցականի տակ է լինելու եւ այստեղ եւ հայ-ադրբեջանական պայմանագրի մասին է խոսքը, թե նաեւ ռուս-ամերիկյան պայմանագրի մասին է խոսքը, այսինքն քանի դեռ այս պայմանագիր, եթե այս պայմանագրերը կնքված լինեն այս երկու շաբաթների ընթացքում, այսինքն մարտի 14-ից 29 ընկած ժամանակահատվածում նույնպես խիստ անբարենպաստ։ Իհարկե, խավարումների միջանցքը իր ազդեցությունը տարածում է նաև ապրիլի վրա տարածելու, այսինքն ապրիլին մենք շատ հավանական կունենանք շատ ավելի բարձ զարգացումներ, որովհետև նաև հետընթաց մոլորակները կանգ են առնում եւ կրկնություն այն զարգացումների, որոնց մենք ականատես եղանք մարտի սկզբին, այսինքն ապրիլը նույնպես բավականին ճակատագրական են ու առհասարակ հայ ազգի համար ապրիլը գիտեք որ շատ ճակատագրական ամիս է եղել եւ հատկապես ապրիլի երկրորդ կեսը, ինչպես եւ ես կանխատեսել եմ, ապրիլի 24-ից 27-ը նույնպես բավականին բարձր զարգացումներ են մեզ սպասվում։ Անգամ եթե այդ պայմանագիրը հայ ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կամ համաձայնագիրը ստորագրվի այդ ապրիլի ընթացքում նույնպես շատ կասկածելի է նրա այդ կետերի ամբողջական իրագործումը, որովհետև նա խավարումների միջանցքը շարունակելու իր ազդեցությունը, երկրորդը ապրիլին իհարկե ավելի մանրամասն կխոսենք դրա մասին, մարս մոլորակը ապրիլի 18-ին մուտք կգործի Արիուց աստղակերպ եւ կդիմակայի չարաբաստիկ Պլուտոն մոլորակին, որը ռազմական իրավիճակ կստեղծի ամբողջ աշխարհում մեկ, այսինքն այդ ռազմաքաղաքական սրացումների շրջան կսկսվի մեզ մոտ։ Եվ այնպես որ ես խիստ կասկածով եմ վերաբերվում այն հանգամանքին, որ այնուամենայնիվ այդ պայմանագիրը կստորագրվի այս մարտի երկրորդ կեսի ընթացքում, այդ երկու շաբաթների ընթացքում, իսկ եթե անգամ դա տեղի ունենա, մենք նույնպես խնդիրներ ենք ունենալու, որովհետև այն պարզապես չի իրագործվելու։ Ինչ վերաբերվում է կենդանակերպի նշաններին, սիրելի բարեկամներ, արդեն ասացինք, որ շատ մեծ ճակատագրական փոփոխությունների առջև կանգնած են խոյերը, ցուլերի համար իհարկե բարդ, բավականին նույնպես բարդ, բավականին ծանր ամիս է լինելու, ուրեմն մարտ ամիսը, որովհետև նաև հետընթաց է Վեներան, իսկ եւ Վեներա մոլորակը հետընթաց է, քանի որ Վեներան իշխում է ցուլ աստղակերպում, իհարկե դա մեծագույն խնդիրներ է առաջացնում ցուլերի համար։ Բավականին բարենպաստ է երկուորյակների համար մարտը կլինի երազանքների իրականացման ամիս։ Դե իհարկե Նիկոլ Փաշինյանը, որը նույնպես երկվորյակ է, նա երազում է, որ այդ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, այնուամենայնիվ արդեն նշեցինք, որ եթե անգամ ստորագրվի, դա խնդիրներ է առաջացնելու հետագայում։ Խեցգետիների համար նույնպես շատ կարևոր եւ ճակատագրական գործնական աշխատանքային ոլորտում կարևոր որոշումների եւ իրագործումների ամիս է լինելու մարտը։
բարենպաստ ամիս է լինելու առյուծների համար, բարենպաստ է նաև աղեղնավորների համար առհասարակ, կույսերի համար շատ բարդ ճակատագրական փոփոխությունների ամիս է լինելու, կշերքների համար շատ կարևոր ամիս է լինելու մարտ ամիսը, հատկապես անձնական բնույթի հարցերը կարգավորելու համար։ Մարտը կարևոր ամիս է լինելու նաև կարիճների համար, հատկապես աշխատանքային և ստեղծագործական ոլորտներում։ Ասեցինք, որ աղեղնավորների համար արդեն բարենպաստ ամիս է լինելու մարտը, բարեխառն է լինելու այդ եղջյուրների համար, ջրհոսների համար նոր ծանոթությունների ամիս է լինելու մարտ ամիսը, բայց պետք է ես զգուշացնեմ, որ հատկապես մարտի 15-ից հետո և մինչև ապրիլի 7-ը, երբ Մերկուրի մոլորակայտ ընթացը շարժվելու, ցանկացած նոր հանդիպում և ծանոթություն հեռանկարային չեն լինելու, այսինքն եթե դուք անձնական բնույթի ծանոթություն է տեղում, սիրային բնույթի ծանոթություն է տեղի ունեցել, այնքան էլ այսպես մեծ հույսեր մի կապեք, որ հետագայում դա կվերաճի ամուսնության։ Բարեխառն ամիս է լինելու նաև ձկների համար, դե նաև շատ այսպես նաև նույնպես ճակատագրական ամիս է լինելու, որովհետև ձկներ կենդանակերպով անցնում է հենց այդ խավարումների գարնանային միջանցքը։ Հատկապես մեծ ազդեցություն այս խավարումները կունենան ձկների, խոյերի, կույսերի և կշերքների վրա։ Այժմ, սիրելի բարեկամներ, մի փոքր ես ներկայացնեմ Հայաստանի Հանրապետության աստղային քարտեզ, Հայաստանի 3-րդ հանրապետության աստղային քարտեզը ներկայացնեմ և տեսնենք ինչպիսի զարգացումներ են սպասվում։ Հայաստանի 3-րդ հանրապետության քարտեզ ասելով ես հասկանում եմ սեպտեմբերի 21-1991 թվականի ժամը 14:45-ի մոտակայքում։ Այդ պահի համար գծագրված աստղային քարտեզը։ Նու այստեղ եթե դիտարկենք խավարումների տեսակետից, ապա մարտի 14-ի այդ ամբողջական լուսնային խավարումը լուսինը հենց գտնվելու է միացած Հայաստանի Հանրապետության արեգակի հետ, բացի լուսնից Հայաստանի Հանրապետության արեգակի հետ, որը գտնվում է 27 աստիճան կույս աստղակերպում, միացած է նաև հարավային լուսնային հանգույցը կամ կետուն։ Ես բազմից անդրադարձել եմ իմ եթերներում այն հանգամանքին, որ ինչու է 25 թվականը շատ ճակատագրական բարդ լինելու Հայաստանի Հանրապետության համար, որովհետև հատկապես տարվա սկզբում այդ ամբողջ ընթացքում կետուն, որը տալիս է կորուստներ, որը հենց վիշապի պոչն է համարվում, անցնում է Հայաստանի Հանրապետության արեգակի վրայով, իսկ արեգակը խորհրդանշում է իշխանություն, այսինքն իշխանությունը Հայաստանի Հանրապետության գտնվում է լրջագույն ճգնաժամի մեջ և մեծագույն կորուստներ են սպասվում, հենց այն պատճառով հատկապես նաև, որ մարտի 14-ի լուսնի ամբողջական խավարում հենց լուսինը գտնվում է միացած արեգակի հետ, իսկ աշնանային միջանցքի փուլում մենք ունենանք նաև սեպտեմբերի 21-ի խավարում, այսինքն այդ խավարումը արդեն հենց տեղի կունենա ուրեմն Հայաստանի Հանրապետության հենց սոլար քարտեզի ժամանակ, այսինքն արեգակի վերադարձի ժամանակ մենք ունենալու ենք այդ խավարումը, որը շատ և լինելու արևի խավարում, որը հատկապես ազդում է, գիտեք, որ իշխանության վրա, երկրի ղեկավարների վրա շատ ծանր բարդ իրավիճակում են հայտնվելու, կարծում եմ հենց նրա պատճառով, որ իրական խաղաղություն պարզապես չստացվեց բերել Հայաստան, որովհետև դե արդեն
մանրամասն անդրադարձել ենք բոլոր մեր եթերներում այդ հարցերին։ Եվ մարտի 14-ի լուսնի ամբողջական խավարման ժամանակը, ինչպես ասացինք, լուսինը միացած է Հայաստանի Հանրապետության արեգակի, դա խորհրդանշում է, քանի որ լուսինը մունդան աստղաբանության մեջ խորհրդանշում է ժողովուրդը, դա նշանակում է, որ ժողովուրդը բավականին ակտիվ մասնակցություն կցանկանա ունենալ այդ բոլոր գործընթացներին, որոնք սպասվում են մոտակա ժամանակներում, թե համաձայնագրի հետ կապված հայ-ադրբեջանական եւ թե Գյումրիում ընտրությունների հետ կապված, եւ նաեւ բավականին բարդ եւ լարված շրջան է մարտի երկրորդ կեսը Հայաստանի Հանրապետության համար, որովհետև Մարս մոլորակը, որը շարունակում է իր ընթացքը Խեցգետին աստղակեպով եւ այժմ գտնվում է 18 աստիճան Խեցգետնում, միանում է Հայաստանի Հանրապետության հարավային հանգույցին կամ Կիետոյին, որը խորհրդանշում է կրկին կորուստներ, դա արդեն ռազմական բնույթի կորուստներ են, բանակում հնարավոր են կորուստներ եւ այլն, որը բավականին բարդ է եւ ցավալի։ Իհարկե նաեւ ապրիլ ամսվա ընթացքում կունենանք նաեւ Սատուրնի եւ Արեգակի այդ Հայաստանի Հանրապետության Արեգակի հետ լարված դիմակայությունը, որը կրկին նշանակում է իշխանության ղեկավարության թուլություն եւ մեծագույն խնդիրներ կապված թե ճանապարհների հետ, թե լոգիստիկայի հետ, ամպրանքաշրջանառության բեռնաշ փոխադրումների հետ մեծագույն խնդիրներ է նշանակում սա։ Եվ բնականաբար մեծ այսպես ցույցերի ալիք նույնպես, որտեղ դիմակայությունը բավականին մեծ է Հայաստանի Հանրապետության արեգակին, այսինքն իշխող ղեկավարությունը, այստեղ նաև մարտի վերջին այստեղ գտնվելու է նաև Նեպտունը։ Այստեղ հոգևոր դիմակայություն է ձևավորվում նաև Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, որ նույնպես վաղուց ես դրա մասին մանրամասն ներկայացրել եմ, իհարկե Նեպտունի դիմակայությունը արեգակին, դա շատ ծանր դիմակայություն է, մարտի վերջին օրերին մենք ականատեսը կլինենք այդ դիմակայության եւ սա բերում է շատ մեծ այսպես գլոբալ փոփոխություններ, անգամ, չգիտեմ, մի ամբողջ ալիք, մի ամբողջ ցունամի, որը կարող է սրբել եւ տանել ամեն ինչ։ Պես որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պետք է պատրաստ լինի շատ ռադիկալ եւ շատ լրջագույն զարգացումների, նաեւ այն ֆոնին, որ Նեպտունը մարտի 30-ին փոխելու է իր դիրքավորումը եւ մուտք կգործի արդեն խոյ աստղակեպ։ Իհարկե այդ ամենի մասին ավելի մանրամասն ես կներկայացնեմ մեր հաջորդ հաղորդման ժամանակ։ Այժմ նաև մի փոքր անդրադառնանք այն ղեկավարներին, այն քաղաքական գործիչներին, որոնք ծնվել են ամսի 25-ին։ Ես այն վերջին եթերում շատ մանրամասն անդրադարձա այդ մարդկանց, դա Զելենսկին է, որը ծնվել է հունվարի 25-ին 1978 թվականին, նաև Ռուբեն Վարդանյանը, որը ծնվել է արդեն մայիսի 25-ին 1968 թվականին եւ Վարդան Ղուկասյանը կամ Դոկը, որը ծնվել է ապրիլի 25-ին 1977 թվականին, դա բաց աղբյուրների տեղեկատվություն։ Իհարկե այդ բոլոր գործիչների համար, հատկապես Զելենսկու համար շատ ճակատագրական է լինելու այս խավարումների միջանցքը, որտեղ Զելենսկուն, քանի որ Զելենսկին հենց ջրհոս է եւ արևը գտնվում է 3 աստիճան ջրհոսում, այդտեղ Պլուտոնը թե 5 աստիճան ջրհոսում, Պլուտոնը մոտենում է Զելենսկու արեգակին, իսկ ապրիլի 18-ից հետո նաև Մարսը դիմակայելու է այդ միությանը եւ շատ այսպես ճակատագրական զարգացումներ են լինելու հենց ռուս-ուկրաինական ճակատում, այդտեղ հնարավոր են մեծ տարածքների կորուստներ Ուկրաինայի մոտ,
եւ նաեւ անգամ կյանքի վտանգ է սպառնում Զելենսկուն։ Ինչ վերաբերվում է Ռուբեն Վարդանյանին, նրա ճակատագիրը կորոշվի մայիսի վերջին, որտեղ տեսեք 3-5 է հավաքվում, այսինքն նա ծնվել է մայիսի 25-ին եւ 2025 թվականին 3-5 նրա ճակատագիրը կորոշվի ծննդյան օրվա մոտակայքում։ Վարդան Ղուկասյանի մասին կարող եմ ասել, որ հուլիսին են սպասվում ճակատագրական զարգացումներ այդ անձնավորության կյանքում մի շարք հանգամանքներով, այդտեղ Ուրանն է միանում Սև լուսնին եւ որը շատ բարդ զարգացումներ է խոստանում իրեն համար։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, պետք է ասել, որ Նիկոլ Փաշինյանի աստղը վառ է մնում մինչև հունիսը 2025 թվականին, որտեղ 2025 թվականի հունիսի 10-ին Յուպիտեր մոլորակը, մեծերչանկության մոլորակը, որը գտնվում էր անցած տարվա մայիսի վերջից հենց երկվորյակներում, այսինքն Նիկոլ Փաշինյանի արեգակնային նշանում եւ տալիս է նրան հաջողություն, չգիտեմ, այնուամենայնիվ նա կարողանում է շարունակել պահպանել իշխանությունը, ապա երբ Յուպիտերը դուրս գա իհարկե երկվորյակներից եւ մութ գործի խեցգետին ավելի կբարթանա վարչապետի իրավիճակը, վարչապետի դրությունը, իսկ ծայրահեղ ավելի այսպես ռադիկալ փոփոխություններ դա արդեն տեղի կունենա հուլիսին, հուլիսի 7-ին Ուրանը անսպասելի փոփոխությունների հեղափոխական մոլորակ Ուրանը մուտք կգործի հենց երկվորյակն, այսինքն լքելու է ցուլը, Ինջալոց Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության 2018 թվականի գարնանը, գիտեք, երբ Ուրանը մուտք գործեց հենց ցուլ աստղակերպ եւ 7 տարին լրացավ, հիմա Ուրանը դուրս է գալիս ցուլ աստղակերպից եւ անցնելու է նախ նրա հարավային հանգույցով Նիկոլ Փաշինյանի, քանի որ նրա այդ ռախուն, այդ կետուն, այսինքն մարող լուսնային հանգույցը, նա գտնվում է հենց 0 աստիճան, ուրեմն մեզ մոտ երկվորյակներում եւ հենց այդ կետով անցնելու է Ուրանը հուլիսի 7-ից հետո եւ դա նշանակում է իհարկե որ մեծ շատ արմատական փոփոխություններ անցյալը ջնջվում է Ուրանը ինքը ջնջում է անցյալը իսկ այնուհետեւ իհարկե Ուրանը կմոտենա Նիկոլ Փաշինյանի արեգակին որը նույնպես խորհրդանշում է ռադիկալ փոփոխություն այնպես որ եթե եւս մեկ փոփոխություն արմատական տեղի չունենա ընդհանրենք նոյեմբերին անցած տարվա նա հրաշվեց, սափրվեց եւս մեկ կամ սկսեց ոդքասթներ վարել, եթե այդպիսի ռադիկալ փոփոխություն եւս տեղի չունենա, արդեն նրա հետագա ճակատագիրը շատ մշուշոտ է դառնում, որտեղ Ուրանի եւ Արեգակի միությունը շատ այսպես հղի է նոր եւ մեծ հեղափոխական տեղաշարժերով եւ փոփոխություններով։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, ինչ որ ես նախատեսել էի, ծրագրել էի այս հաղորդման համար, այս առաջին հաղորդման համար Astromix հաղորդումը, անպայման դիտեք, բաժանորդագրվեք Antifake-ին եւ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքներին եւ Facebook-յան էջին Եվ ես կպատասխանեմ նաև ձեզ հետաքրող հարցերին, անպայման գրեք մեկնաբանություններում ձեզ ուզող հարցերը և հաջորդ հաղորդման ընթացքում ես անպայման կանդրադառնամ։ Ստեսություն կհանդիպենք։